Վերջին մի քանի օրերին փոխարժեքի կուրսն է անընդհատ տատանվում, ավելի շատ դեպի ներքև իջնում։ Առևտրային բանկերը, փոխանակման կետերը այս օրերին դոլարը գնում են 381-382 դրամով, վաճառում 386-ով։ Ֆինանսական ոլորտի մասնագետներն այսպես են բացատրում. Հանրապետությունում առևտրային բանկերում փոխարժեքի ավելցուկ կա եւ բանկերը կարելի ասել էժան գնով փորձում են այն իրացնել։ Հիմնական պատճառը ներքին շուկայում արտարժույթի առաջարկն է, որի պատճառով, այսինքն բանկերը անverջ չեն կարող առնել, որտեղ իրենց մոտ նորմատիվային սահմանափակումներ կան, կուտակում է լինում, իրենք ստիպված փոխարժեք իջեցնում են, կենտրոնական բանկն էլ երևի շաբաթը 2 անգամ 70 միլիոն ավալով առնում է, որպեսզի այդ ավելցուկային իրացելությունը քաշի։ Իսկ փոխարժեքի ավելցուկը առևտրային բանկերում փոխանակման կետերում վկայում է այն մասին, որ մեծ քանակի տրանսֆերտների հոսք կա դեպի երկիր։ Այդ հոսքի առյուծի բաժինը հիմնականում կանխիկ եղանակով է։ Հոսքերի մի մասը բանկային փոխանցումներով, մի մասը կանխիկ է գալիս է ինչ-որ արժույթ, գնում է, այստեղից առնում են մեկ այլ արժույթ, երկրից դուրս է գալի, որը բանկային համակարգը այսպես չի ֆիքսում, որտեղ կանխիկ է։ Կանխիկն է ինքը տեսնում, էլի։ Ընդհանրապես փոխարժեքի ցածր կուրսը ոչ բարենպաստ է արտահանող տնտեսվարողների համար։ Արտահանվող ապրանքի դիմաց փոխարժեքով են վճարում, իսկ դրա օրորի նվազումը ոչ շահութաբեր կարող է լինել տնտեսվարողների համար։ Ինչքան ժամանակ է այդ փոխարժեքի նվազման բանական արտահանողները դժգոհում են, իրենք իրենց ապրանքը վաճառում են դրսում դոլարով, այստեղ դրա փոխարժեքի իջնում է, բայց դա իրենք պիտի քայլեր ձեռնարկեն ինչ-որ ձևով իրենց ռիսկերը նվազեցնելու, այսինքն փոխարժեքի ռիսկերը կառավարելու։ Որքան կշարունակվի փոխարժեքի տատանումը, կուրսի նվազումը, տնտեսագետները դժվարանում են կանխատեսումներ անել աշխարհաքաղաքական այս անորոշ իրավիճակում, բայց եւ հորդորում են քաղաքացիներին իրենց գումարները պահել բալանսավորված չափաքանակով։ Նաիրի Մուրադյան, ժամը լրատվական։